Իշխանությունը խնդրել է Եվրոպական միությունից 20 հոգանոց խումբ ուղարկել Երևան։ Պաշտոնական պատճառաբանությունը հին է՝ Ռուսաստանի ապատեգատվությանը հակազդելը, բայց իրական նպատակը իհարկե բոլորովին այլ է։ Եմեն արդեն նման փորձ ունի։ Անցյալ տարի ընտրությունների ժամանակ շուրջ 20 հոգանոց թիմ ուղարկվեց Մոլդովա։ Արդյունքում պրոեվրոպական իշխանությունը վերընտրվեց, ինչին ակտիվորեն նպաստեցին տվյալ խմբի անդամները։ Հիմա այս իշխանությունը, որը տարիներ շարունակ իրեն հռչակում էր ժողովրդավարության բաստիոն ու ամենաինքնիշխանը, այսօր ինքն է խնդրում արտաքին միջամտություն, այսինքն նույն սցենարը ճակատագրական ընտրություններից առաջ փորձում են բերել Հայաստան, փաստացի ձևավորելով վտանգավոր գործարք։ Արևմուտքը պատրաստ է չնկատել ներսում իրականացվող ճնշումները, քաղաքական հետապնդումները եւ ընտրական գործընթացների աղավաղումը, քանի դեռ գործող իշխանությունը արտաքին քաղաքական հարթակներում սպասարկում է նրանց շահերը։ Այսպիսով պետք է արձանագրել, որ այդ 20 հոգանոց խմբի ուղարկումը ուղղակի միջամտություն է ՀՀ ներքին գործերին եւ մասնավորապես ընտրություններին։ Պատկերացնում եք, նման առաքելությամբ մի խումբ հանկարծ Ռուսաստանը ուղարկեր, ինչպիսի վայնասուն կբարձրանար, բայց ահա նույն բանը անում է Եվրոպական միությունը եւ ոչ մեկը ձայն չի հանում։ Սա նաեւ հստակ արձանագրում է այն փաստը, որ այս իշխանությունը լեգիտիմ չէ եւ փորձում է դրսից մարդ բերելով նորից վերընտրվել ու շարունակել քանդել պետությունը, բայց միջամտությունը միջամտություն է, անկախ դրոշից։